Ինչ է տեղի ունեցել ապրիլի 3-ին Նուբարաշենի ցմահ դատապարտյալների խցում։ Դեպքից 4 օր հետո իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտարարում է, որ Նուբարաշենում ծեծ ու ջարդը սկսվել է, երբ դատապարտյալներից մեկը սկսել է երգել, այն դուր չի եկել հատուկ ջոկատայիններից մեկին ու հենց այստեղից էլ սկսվել է ամբողջ պատմությունը։ Ինչ որ մեկը երգել է Դոլյա Վարավսկայա։ Ու դրանից հետո, երբ որ հենց դրանից հետո է եղել այս ամեն ինչը, այդ սպեցնազը, որը իրենց խփում էր, ասում էր դուք պետք է երգեք Գասպադա օֆիցերի։ Պատկերացնում եք։ Դա ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ ես մի քանի հոգու հետ եմ խոսել, եւ երբ որ բոլորը նույն բանն են պատմում, դու չես կարող կասկած ունենալ այլևս։ Իրավապաշտպանը պատմում է, որ հատուկ ջոկատայինները 30-ից 40 հոգի մտել են բանտախուց, դաժան ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին, գցել են գետնին, կանգնել վրան ու մահակներով հարվածել են անզեն մարդկանց, ավիրել են խցերն ու այն ամենը, ինչ տեսել են։ Նուբարաշենը դա բռնությունների որջ է։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին դատապարտյալների հարազատներից մեկն ասել է, որ առևանգել են իրենցից մեկին, ուր են տարել, անհայտ է։ Ես կարող եմ հրապարակել անուն ազգանունը Դավիթ Մինասյան։ Երկրորդ օրը դեռ նա չկար տեղում, այսինքն դա ոնց կարող է առևանգել, ոնց կարելի է, չեմ հասկանում ինչա կատարվում։ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում 1 ամիս է այս վիճակն է։ Ալեքսանյանը հրավիրում է պատասխանատուների ուշադրությունը, ասում է, ամենաթողություն է համակարգում, նման բան անգամ աշխարհի խիստ ռեժիմով բանտերում չես տեսնի։ Այն ինչ որ կատարվում է Նուբարաշենում, տարիներ շարունակ, փաստորեն սա այսպես մի ապահով տեղ է, եւ ինձ շատ էր ապշեցրել նախարարի պնդումները։ Իրավապաշտպանը համաձայն չէ Արդարադատության նախարարի այն պնդման հետ, թե քրեակատարողական հիմնարկում իրավաչափ ուժ է կիրառվել։ Ասում է, առանց քննության, առանց տեղում աշխատանքներ կատարելու ճիշտ չէ նման պնդում անել։ Քրեակատարողական ծառայության հայտարարության հետ եւս համաձայն չէ։ Ասում է, ինչպես կարող է անզեն դատապարտյալը դիմադրություն ցույց տալ։ Ժամ առ ժամ վատթարանում է դատապարտյալների կարգավիճակը։ Իրավապաշտպանները շարունակում են ահազանգել, մինչև լուծում գտնվի եւ կանխվի օրահաս վտանգը։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն,